խնդրում եմ, Իգին Թովմասյան, չէ, ես բացարձակապես ձեր գործ, Իգին Թովմասյան, ուրեմն լսեք, ուրեմն ցանկացած հարց, ցանկացած պատասխան։ Ընդ որում, կներեք, եթե շատ ավելի անկեղծ լինեմ, բյուջետային հայտնի քննարկումն է։ Մենք այսօր շեղվում ենք մի պարզ պատճառով, որ հանրությունը իրավունք ունի տեղեկություն իմանա ամեն ինչի վերաբերյալ ինչ տեղի ունենում այս շենքում, այս շենքից դուրս։ Բայց այն չի նշանակում, որ սա պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ ինչ-որ չգիտեմ, ֆլեշ մոբերի։ Սա ես ցույց եմ տալիս։ Ես որ խնդրում եմ ձեռնարկական պահեք, հակառակ դեպքում ես կդատեմ նիստ։ Խնդրում եմ։ Ես չեմ սահմանափակում ձեր հարցը ամփոփեք եւ շարունակեք։ Թե թույլ տվեք ես սահմանափակում, ես թողամ։ Ունի գործունեության այնպիսի բնութագրումներ, որ խաղաղությանը անհանգստացնում են։ Եվ մենք որպես առաջին մանդատներով պատգամավորներ, բնականաբար պիտի բավ հնչեցնենք, եթե ոչ բան Պողոսյանը։ Կարող է մի անգամի անդամների հնարավորություն, մի քանի անգամներ կհնչեցնենք։ Եվ այս նվերում ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարական ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն ուղղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կանոնավորման քննարկություն ներկայացնելու առաջ երկար մտածել, արդյոք սա արժեն կարգի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կանոնավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։ Բայց մարդիկ ո՞նց էին ազատության։ Շնորհակալություն, Խնդրեմ Պողոսյան։ Իգին Թովմասյան,